Ծառուկյանին այսօր բանտից տարան քննչական կոմիտե, հարցաքննության և կրկին նկատվեց, որ նրա ձեռնաշղթաները ճիշտ ամրացված չէին, քանի որ ըստ երևացողի մեծ էին նրա ձեռքի համար։ Եթե իսկապես ձեռնաշղթաները չեն համապատասխանում չափսին, ապա իմ կարծիքով դա ճիշտ մոտեցում չէ։ Կամ պետք է օգտագործվեն համապատասխան չափսի ձեռնաշղթաներ, կամ կիրառվեն օրենքով նախատեսված այլ միջոցներ։ Հակառակ դեպքում նման տեսարանները վնասում են հենց համակարգի հեղինակությանը։ Այս դեպքը արդեն լայն քննարկման առարկա է դարձել մամուլում և սոցիալական ցանցերում։ Հանրության մի մասը նաև համեմատում է այս դեպքը նախկին բարձրաձայն կալանավորումների հետ, նշելով, որ օրինակ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի տեղափոխումների ժամանակ նման պատկերներ չեն նկատվել։ Այդ պատճառով հնչում են կարծիքներ, թե Ծառուկյանի նկատմամբ կիրառվում է ավելի խիստ մոտեցում, թեև դրա պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չկա։ Միաժամանակ շատերը կարծում են, որ իրավապահ մարմինները պետք է հավասարապես զբաղվեն բոլոր այն անձանց գործերով, որոնց նկատմամբ կան օրենքով սահմանված հիմքեր, որպեսզի հասարակության մոտ չստեղծվի ընտրովի արդարադատության տպավորություն։ Ինքը միշտ եղել է այդպիսին։ Նախարար ժամանակ էլ ինք ունեցել է իր ըմբոստության չափաբաժինը 90-ականներին, եղել է նախարար, մշակույթի նախարար, լավ նախարար, դա նաև մեր գործընկերներն էին նշում, որոշ գործընկերներ, որ առնչվել են թե իր գրական ժառանգության, թե ընդհանրապես իր պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Ես Արծվիկ Միրասյանը այստեղ չէր, որ Բաբկեն Թունյանի պես շնորհակալություն ասեի, որ այս հարցը բերեց այստեղ լիագումարնիստ, նախ առաջին հերթին մեր ժողովուրդը ծանոթացավ իմ պատկերացմամբ բավականին մեծ մտավորականի հետ, որը այսօր նաև հանդես է գալիս մեկ դեմքով, որտեղ Հակոբ Մովսեսի, եթե նայենք ընկերական շրջապատը, որոնք բացակայում են, Վրեժ Իսրայելյան, Հրաչ Թամրազյան, Լևոն Խեչոյան եւ այդպես, նրանք մահացել են, բայց բոլորը եղել են այն սերունդի մտավորականները, որոնք մեծ արժեք են թողել մեզ համար։ Եվ 90-ականների հաջողությունները նաև կապված են այն իրողությունների հետ, որ այդ մտավորականներ ինչ որ պահի դարձան Հայաստանի կառավարության կրողներ։ Դա շատ լուրջ փոփոխություն էր 90-ականը, մենք այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բայց պետքա խոսենք այն համատեքստում, որ 90-ականները ինքը նաև հնարավորություն են տվել բոլոր քաղաքական ուժերին գան Հայաստան եւ մասնակից լինեն այն process-ներին, որի մասին խոսում ենք որպես ադապտացիայի հնարավորություն։ Ես ընդմիջման մի պահ Հակոբ Մովսեսին հարցնում էի իմ պատկերացումներ ինքը կիսում ադապտացիայի մասին, որտեղ ադապտացիա դա նշանակում է ունակ լինել փոփոխություններին արագ արձագանքելու եւ եթե ունես քաղաքական պատասխանատվություն, ապա քո առաջնորդությունը ճիշտ ուղղորդես, որպեսզի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգային խնդիրները կարողանաս լուծես։ Վերջին հաշվով Դաշնակցությունը երբ որ ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում, նրա նպատակը եղել է պետականություն չունեցող ժողովրդի անվտանգային խնդիրների լուծմանը եւ պարոն Հակոբ Մովսեսը բազմիցս նշեց, որ Դաշնակցության հետ կապված ինքը թշնամանք չունի։ Դա չարձանագրվեց մեր գործընկերների կողմից։ Բայց այն հայտարարությունը, որ արվել է նաև Դաշնակցության համար իրենց նպատակները հստակեցնելու եւ ուղղելու առումով, դա այդպես էլ չընկալվեց։ Ինչ ասի Հակոբ Մովսեսը, ասում է մենք ունեցել ենք հնարավորություն, բայց դուք այդ հնարավորությունը անտեսել եք, թողել եք հետևում։ Ես նորից ուզում եմ անդրադառնամ ադապտացիայի խնդրին։ Ադապտացիա Դաշնակցությունը ունեցել է, երբ որ Թուրքիայում, երբ որ իշխանությունը ձևավորում, ինքը այնտեղ 10-14 պատգամներում ներկայացված է եղել։ Այսօր խոսվեց, որ այդ ներկայության պարագայում իրենք ունեցել են շանս քաղաքական ադապտացիա իրականացնել եւ կարողանալ պետություն չունենալու պարագայում կառավարել մեր երկրի, ուրեմն մեր ժողովրդի անվտանգային խնդիրները։ Իհարկե Դաշնակցությունը անուրանալի նաև խմբեր արձևորել, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Դրանք ֆիդայական խմբեր են եղել, բայց որտեղ որ
Իրենք հաջողել են, ասենք Վանի պաշտպանությունը, Արամ Մանուկյանի շնորհիվ եւ այդպես շատերը, բայց նաեւ մենք կորցրել ենք այն մտավորականներին, որոնք այդ խնդիրը դրված էր եւ իրենք պետք է լուծեին, չի ստացվել։ 90-ականներին պարոն Ռուբինյան, ես ասեմ, որ հարթակում ես եղել եմ եւ պարոն Գեգամ Մանուկյանը եղել ուսանողական շարժման, երբ որ այն ժամանակվա քաղաքական դեռ իշխանության չեկած Ղարաբաղ կոմիտեն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկ արեց Հայաստան վերադառնան բոլոր կուսակցություններին, առաջին հերթին Հայ-Աղափական դաշնակցությանը, Ռամկավար ազատական կուսակցությանը եւ Հնչակյան կուսակցությանը։ Իհարկե դրանից հետո ծնվեցին այն անորոշությունները, որ էլի ադապտացիայի բացակայության խնդիր էր։ Դաշնակցությունը կողմը լալով դեմը լավ։ Հիմա կողմ ու դեմի խնդիրը չէր։ Պետքա ճիշտ գնահատեին պահը եւ այդ գնահատականի շնորհիվ իրենք կարողանային այստեղ Հայաստանում մաս դառնային դեպի անկախություն գնացող մեր օրակարգին։ Չի եղել։ Դուք հիմա 004 բանաձևն եք ասում։ Այո, դրանք կան։ Բազմաթիվ օրինակներ ես կարամ բերեմ իրենց հաջողված, պետության համար աջակցությունից, սկսած կարողացել են նաև ազատագրական պայքարի Արցախի հետ կապված նաև զենք հասցնեն Արցախ։ Բայց նաև եղել է հակառակը, ափսոս իրենք այստեղ չեն։ Զենքը տրվել է նրանց, ովքեր դարձել են դաշնակցականներ։ Դա էլ է շահարկվել։ Բայց հիմա դա չի հարցը։ Հարցը նա է, որ այսօր այն շանսը, որ Հակոբ Մովսեսը տվեց նաև դաշնակցության եւ դարձավ դաշնակցության թեմա։ Իրենք են բերել այս հարցը։ Ընդ որում ամենահին դաշնակցականը այստեղ դաշնակցության խմբակցության մեջ Գեգամ Մանուկյանն է եւ Արմեն Ռուստամյանն է։ Արծվիկ Մինասյանն ինքը ընդունեց, որ ինքը նոր դաշնակցական է եւ դաշնակցական դարձել այն ժամանակ, երբ որ արդեն Հայաստանում ներքաղաքական իրավիճակներում եղել է այնպիսի իրավիճակ, երբ որ կոալիցիոն կառավարություն պետք է կազմեր եւ այնտեղ նաեւ կադրային առաջխաղացման հնարավորությունները բացվել շատերի համար։ Ես իմ ելույթը որ sense վերնագիր դնեի, երևի դնեի մի ուրացիր եղբորդ, հատկապես Լիլիթ Գալստյանի ելույթից եւ Քրիստինե Վարդյանի ելույթի այդ բովանդակությունը լսելուց առաջ։ Չգնահատել այն սերունդի մտավորականների այն թողաջառանգությունը, որով մենք պետք է հպարտանանք, դա անթույլատրելի է։ Բա ինչով պետք է հպարտանանք։ Խարդավանքներով։ Չէ, երբ որ պետականություն չենք ունեցել, արդարացված են որոշ զարգացումներ, հա, բայց երբ որ ունենք պետականություն, հետաքրքրվեց, երբ որ 18-ից 20 թվականին դաշնակցությունը իշխանություն էր, զենքի վրա երդվելը դեռ մնացել էր, թե չէ։ Իրենք ընկալել են, որ պետություն, արդեն պետություն ենք։ Եվ զենքի վրա երդվելը, մինչև հիմա եթե շարունակում ենք, դա խանգարում է իրանց առաջ նայելու։ Ես ընդմիջմանը նաև մեր հանձնաժողովի անդամ Գեգամ Մանուկյանից հետաքրքրվեց այդ զենքի վրա երդվելը, այդ ավանդույթը որ թվին է դրվել եւ ինչի է շարունակվում, որտեվ դա ըստ էության իրենց խանգարում է եւ Հակոբ Մովսեսը դա երբ որ հիշատակել է, իրանք պետք է դա վերցնեն եւ իրենց ապագա քաղաքական օրակարգը ձևավորելուց պետք է կարողանան այդ խնդիրների առնչությունից իրենց դուրս դնել։